Կա հայը, չկա հայկական հարցը։ 111 տարի առաջ 1915 թվականին Օսմանյան Թուրքիան հենց այս համոզմունքն ունենալով գնաց հայերին բնաջնջելու, տեղահանելու, ցեղասպանելու ճանապարհով։ Թերևս չկան բառեր, որոնք կնկարագրեն տեղի ունեցածի դաժան բարբարոսական հակամարտկային բնույթը, սակայն առաջարկում են պատմական ակնարկ անել, թե ինչ տեղի ունեցավ, ինչու եւ որ ամենակարևորն է, ինչ հետեւություններ պետք է անել։ 1878 թվականի մարտի 3-ին ստորագրվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որը եզրափակեց 1877-ից 78 թվականների ռուս-թուրքական պատերազմը եւ դարձավ շրջադարձային կետ, քանի որ հենց այդտեղ հայկական հարցը առաջին անգամ մտավ միջազգային դիվանագիտության օրակարգ։ Իսկ ինչ էր ենթադրում հայկական հարցը կամ Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը։ Նախ որ Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր հայաբնակ մարզերում անհապաղ իրականացնել բարեփոխումներ եւ ապահովել հայերի անվտանգությունը, որոնք համեմատաբար ճնշված պայմաններում էին ապրում եւ ավելի մեծ հարկ էր վճարում։ Երկրորդ բաղադրիչն այն էր, որ բարենորոգումների իրականացումը պետք է տեղի ունենար ռուսական զորքերի ներկայության պայմաններում։ Ռուսական բանակը պետք է դուրս բերվեր միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը համոզված լիներ, որ Թուրքիան կատարում է իր խոստումները։ Եվ վերջապես սա առաջին միջազգային փաստաթուղթն էր, որտեղ պաշտոնապես կիրառվում էր Հայաստան անվանումը եւ ճանաչվում էր հայաբնակ տարածքների առկայությունը Թուրքիայի կազմում։ Մեծ տերությունները, հատկապես Մեծ Բրիտանիան եւ Ավստրո-Հունգարիան մտահոգված էին Ռուսաստանի ազդեցության չափազանց մեծացմամբ եւ հաշտ չլինելով Սան Ստեֆանոյի պայմանագրի հետ, նույն թվականին հրավիրեցին Բերլինի վեհաժողովը, որտեղ 16-րդ հոդվածը փոխարինվեց 61-րդ հոդվածով, որը կանխորոշեց հայկական հարցի հետագա հայակորձ անզարգացումները։ 61-րդ հոդվածի համաձայն հայերի անվտանգությունը պետք է ապահովեր Թուրքիան։ Վեհաժողովը պարտավորեցնում էր Ռուսաստանին իր զորքերն անհապաղ դուրս բերել գրաված տարածքներից եւ ոչ մի երաշխիք չէր տալիս 61-րդ հոդվածի կենսագործման համար։ Բացի այդ, Հայաստան բառը փոխարինվում էր հայկական մարզեր եւ հայաբնակ վայրեր բառակապակցություններով, այսինքն Օսմանյան կողմն ազատվում էր այդ երկրամասը հայերի հայրենիք ընդունելու Սան Ստեֆանոյի պայմանագրի ձևակերպումից։ 1894-ից 96 թվականներին Օսմանյան կայսրությունում Աբդուլհամիդ II սուլթանի կողմից իրականացվեցին արևմտահայերի զանգվածային կոտորածներ, որոնք պատմության մեջ հայտնի են Համիդյան ջարդեր անունով։ Համիդյան ջարդերի ժամանակ հայերը ցույց տվեցին կազմակերպված դիմադրություն, որոնք թեև չկանխեցին բոլոր կոտորածները, սակայն փրկեցին տասնյակ հազարավոր կյանքեր եւ ամրապնդեցին ազգային ազատագրական ոգին։ Համիդյան կոտորածները հաճախ դիտարկվում են որպես հայոց ցեղասպանության սկիզբ։ Արդեն 1908 թվականին Աբդուլհամիդի իշխանությունն ավարտվում է, հեղափոխության արդյունքում իշխանության են գալիս երիտ թուրքերը։ Իշխանության գալով երիտ թուրքերը հրաժարվում են ժողովրդավարական խոստումներից եւ որդեգրում պանթուրքիզմի քաղաքականություն, ինչին հաջորդում են ողբերգական փոփոխությունների շրջանը հայ ժողովրդի համար։ 1909 թվականի Ադանայի ջարդերը ցույց տվեցին, որ երիտ թուրքերը շարունակելու են Աբդուլհամիդի հայահալած քաղաքականությունը եւ հանդիսացան 1915 թվականի հայոց ցեղասպանության նախերգանքը։ 1914 թվականին առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը Օսմանյան կայսրության համար դարձավ այն հարմար պահը, որն օգտագործեցին երիտ թուրքերի ղեկավարները իրագործելու հայերի բնաջնջման ծրագիրը։ Այսպիսով 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոնստանդնուպոլսում սկսվեցին հայ մտավորականության, հասարակական քաղաքական գործիչների եւ մշակութային վերնախավի զանգվածային ձերբակալությունները։ Թուրքական իշխանությունները ձերբակալեցին ավելի քան 235 հայազգի գործիչների, որոնց թվում էին գրողներ, երաժիշտներ, պատգամավորներ եւ բժիշկներ։ Հետագա օրերին ձերբակալվածների թիվը հասավ մոտ 600-ի, իսկ ընդհանուր առմամբ շուրջ 2345-ի։ Ձերբակալվածների մեծ մասը ակսորվեց Անատոլիայի խորքերը եւ դաժանորեն սպանվեց։ Զոհերի թվում էին հայտնի մտավորականներ Գրիգոր Զոհրաբը, Դանիել Վարուժանը, Սիամ Անտոն, Ռուբեն Սևակը եւ շատ ուրիշներ։ Մեծն Երգահան Կոմիտասը նույնպես ձերբակալվածների մեջ էր։ Թեև նրան հաջողվել է փրկվել ֆիզիկական մահից, սակայն տեսած արհավիրքների պատճառով նա կորցրել է հոգեկան հավասարակշռությունն ու միջև իր մահը 20 տարի շարունակ անցել բուժում հոգեբուժարաններում։ Այս գործողության նպատակն էր հայ ժողովրդին զրկել իր առաջնորդներից եւ մտավոր ուժից, հեշտացնելու հետագա տեղահանություններն ու զանգվածային բնաջնջումը։ Այդ իսկ պատճառով ապրիլի 24-ը ամեն տարի նշվում է որպես հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։
Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը մոտ 60,000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից։ Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի սիրիական անապատ։ Տեղահանության ընթացքում 100,000-ավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից։ Շատերը մահացան սովից ու համաճարակային հիվանդություններից։ Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության։ Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին։ Ընդհանուր առմամբ 1915-ից 23 թվականներին Օսմանյան կայսրությունում ապրող շուրջ 2 միլիոն հայերից սպանվեց մոտ 1,5 միլիոն հայը։ Ամեն տարի ապրիլի 24-ին 100,000-ավոր մարդիկ քայլերթով բարձրանում են Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ծաղիկներ խոնարհելու անմար կրակի մոտ։ Հայաստանում այս օրը ոչ աշխատանքային օր է։ Ապրիլի 24-ը որպես հիշատակի օր նշվում է նաև սփյուռքահայ համայնքներում եւ պաշտոնապես ճանաչված է մի շարք երկրների կողմից, օրինակ Ֆրանսիայի, Արգենտինայի եւ Կանադայի։ Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Իսկ ցեղասպանության անպատժելիությունը եւ ժողտողականությունը ճանապարհ են հարթում նոր հանցագործությունների համար։ Ով է հիմա հիշում հայերի ջարդերի մասին, նշել է Հիտլերը Գերմանիայի Լեհաստան ներխուժելուց առաջ, ինչը ցույց է տալիս, որ մոռացությունը խրախուսում է հաջորդ ոճրագործներին։